Սիրելի հետևորդներ, կրկին ու կրկին ջերմ բարևներ, ես իմ խոհանոցում եմ և մի հատ համեղ ուտելիք եմ պատրաստում, ճաշատեսակ, որը մի քանի օր առաջ պետք է պատրաստեի, բայց դե չստացվեց։ Այսօր պատրաստում եմ, որովհետև դե գիտեք, ես սիսեռը խաշել էի, այսքանը այդ խաշածից մնաց, ափսոս եմ, որոշեցի պատրաստեմ, քանի որ հիմա այդ ճաշի պահանջը կա։ Ես էլ պատրաստում եմ, նախապես եփել եմ լոբին, սիսեռն է, այստեղ աղացած ձավար է, բայց եփված չի, աղացած ձավար է, սա չեմ խաշել նախապես, որովհետև ինքը շուտ եփվող է։ Ձավարը քիչ եմ լցրել, ավելուկն է, տաք ջրով արդեն թրջել եմ, լավ լվացել եմ, հիմա ջուրը կքամեմ ու կկտրատեմ։ Կացամ, որի մեջ ես պատրաստելու եմ ճաշը։ Ինչ ես ծարքում իմ այդիկ։ Ջրիկ ավելուկով ճաշ։ Առաջին հերթին ես կտրատեմ։ Ահա, ավելուկը ես, տեսեք, լավ տաք ջրով եմ ես թրջել։ Միշտ ինչպես միշտ որ անում եմ, տաք ջրով թրջում եմ, հետո լվանալուց սառը ջրով, կանաչ չորացել է, իր գույնը պահպանել է, ավելուկով ջրալի ճաշ, շատ համեղ է էլի ստացվում։ Փոքր կտորների եմ վերածում։ Ինձ հարմար է այս կողմից կտրատել, հարմարն այս կողմում է։ Բայց մամուլի չկա։ Այդ ջանը։ Մի րոպե։ Լիլիթ։ Ինչ այլ է Լիլիթ, ինչ այլ է Լիլիթ։ Բայց մի հատ կելերը, մի հատ կելերը։ Չջարդվա կարևորը։ Ինչ այլ է Լիլիթ, ինչ այլ է Լիլիթ։ Բայց եղել։ Լիլիթը իր լենտան է ցույց տալիս։ Իստականն է, բայց Տեմուից էինք պատվիրը։ այնտեղ կար 4 մետրանոց ու 2 մետրանոց, մամա 2-ն է պատվիրել, ու էդի ահա որ կարճ է։ Ոչինչ, 4-ն է կպատվիրենք, դրանով կարևորը խաղա, զբաղվի, պարապի։ Տար խոհանոցից մի խանգարի, այդ խանգարի ես իմ ճաշը պատրաստեմ, դնեմ վերան, 1000 գործ ունեմ, 1000 գործ, ալա ջան։ Դե ամեն ինչն էլ կարելի է քիչ-քիչ պատրաստել, որ չմնա, չնայած այս ճաշատեսակը, որ մնում է մի 2 օր, ավելի համովանում է, ոնց ենք ասում, որ հնանում է, ավելի համեղ է դառնում։ Ավելի համեղ։ Լավաշով, չոր լավաշով, թթվով, սխտորով, ինչու՞ չէ նաև։ Խաշի տեղ կուտվի, օй խաշար ասելով մնացի ես։ Ավելուկը եփվելու է ու շատանա, գիտեք։ Բավական է, երևի շատ էի թրջել, բայց սա տոպրակով կդնեմ սառնարան, կհանեմ, կտապակեմ, ափսոս է, ոչ մի բան էլ չի լինում։ Ավելացնում եմ սիսեռը։ Սիսեռը, լոբին, ամենադժվար եփվողն չէ, և լվանամ ձավարն էլ լցնեմ։ Ձավարը մի տեսակ ոնց որ այս ամենը մերի խառնի իրար, ավելի համեղացնում է։ Ըստ ցանկության կարող եք ոսպ էլ լցնել, բայց դե ոսպը
նախապես ես չէիմ խաշել, հիշեցնում է այս ճաշատեսակը ինչի, ով կարող է ասել, ատմահատիկի, այն որ նոր փոքրիկները ատամ են հանում, ատմահատիկ են չէ դնում, խաշում են լոբի, սիսեր, ոսպ, 7 տեսակի, քեզ էլ են կարե ատմահատիկ, որ ատամ է հանում երեխան, ատմահատիկ են անում, այդ գիրքը կտասեն երեխեքին, ինչա, հատար, հա, ահա, տեսեք ինչ լավ ստացվեց, ջուրն էլ եմ նախապես եռացրել, բայց մի փոքր էլ ես ավելուկ կտրատեմ, չնայած որ ինքը շատանալու է ու հաշվի առնենք, որ մենք փոշի ենք, ալյուրի փոշի ենք պատրաստելու սոխառածով և պարտադիր այս ճաշատեսակին ավելացնում եմ թթու վայրի շլոր, բնական, առանց շաքարավազի և արդեն տաք ջուրը, սա իմ տարբերակն է սիրելի հետևորդներ, մեկը կարող է նախապես սոխառածը պատրաստել, մեկը վերջում, ես վերջում եմ պատրաստելու, իհարկե այս ջուրը շատ քիչ է, թեյնիկի տարողությունը այսքան է, դնեմ թող եռա և միացնեմ նորից եռացրած ջուր ավելացնեմ, ահա, այստեղ էլ իմ լիմոնով թեյն է, որ միայն դա ինձ փրկեց, խմում եմ իմ ճնշումը կարգավորվում եմ և թող եփվի, մի հատ եռա, խաշվի, աղ, մաղ, համապատասխան ամեն ինչ էլ կլցնեմ, դեռ չի եռացել, բայց այստեղ թեյնիկի ջուրը եռաց և ես ավելացնում եմ, մինչև ճաշը կեռա, ես տեմույասերներին հավաքում եմ այստեղ, ինչու, որովհետև մեր տեմուի պատվերները եկել են, մի քանի մանր մունր բաներ ենք պատվիրել, որ նաև շատ պետքական է, հարկավոր է, հիմա մոտիկից բերեմ ցույց տամ, թե ինչեր ենք պատվիրել, հա, պարզա, քո լենտան էլ ենք պատվիրել, Լիլիթի, մի րոպե, Լիլիթի լենտան, ասեմ ինչ եմ որոշել, Բոգազան նկարես, ես քեզ իլիմենտներ չիս տամ, դու կրկնես, նկարես այն մամա, սա գործերը, ճաշերը թողել է, այդ ճաշ խառնելու պրոցեսն է, գնա, մի խանգարի թող, գնա, նստում ես, նստի, բերեմ մոտիկից ցույց տամ երևի, որ ավելի պարզ լինի, լավ ասեմ, ինչն է ստեղից, դուրս եկավ, հա, ինձ դուրս եկավ այդի ու այս կոսմետիկան, հա, սա կոսմետիկայի աման է, վերցրել, պատվիրել եմ ինձ համար, այստեղ մատիտներ, սա կոտրված է, չենք տեսել, հիմա մենք կարող ենք բողոքել, սա կնկարենք, նոր տեսա, տեսեք, սա մենք կարող ենք նկարել և ուղարկել Տեմուի էջ, որ պատվերը ստացել են կոտրված, տեսնենք ինչ են արձագանքելու, տես չէի նկատել Լիլիթ, ոչինչ, հա, այստեղ իմ կոսմետիկան կդնենք, շատ լավ բան է, բայց ափսոս, որ կոտրված է, չէի նկատել, սա մեկ, Տեմուի ապրանք, պարզ է, այսքան տեղ գալիս է, ինքն էլ պլաստմաս, բայց դե կոտրված ենք ստացել ապրանքը, սա ինչ է, հետաքրքիր ու շատ պետքական իր, այդ ինչ է, ակնոցիտը, հիմա դու չգիտես սա ինչ է, դադամ, շատ լավ բան, հարմար, են որ ճամփորդական, ինչ-որ միտեղ ճամփորդում ես, տեղ ես գնում պայուսակի մեջ, մի խոսքով պահելու շատ պետքական թելեր, իրեր, ապրանք, տարբեր գույնի թելերն են, տարբեր գույնի թելերը,
մատնոց, այսպես որ մատին դնում են, ասեղով կարանեն, որ ինքը մատը չծակի ասեղ։ Այստեղ մետրն է, ուրեմն տեսեք մեջը կա մկրատ, բուլավ կա, Կոճակ, քորոցն է, ասեղներ է, ասեղներ, կոճակ, սա չեմ իմամ, հա, կարը քանդելու, սա էլ կարը քանդելու գործիք է, որ կարը քանդես, մի խոսքով շատ հարմար, շատ հարմար, շատ լավն է, ինչ ես գնահատում Լիլիթ, 10-ից 10 ենք, այո, սա գնահատում, շատ հարմար, բանն է, շատ իրոք, շատ լավն էր սա ինչ ես գնահատում, Էդի 10-ից 10, որ մի հատ բասում ետավ, որ էդի վերցնում եմ ինձ, բացել են, սա շատ ուշ աշոտներ իր հետ վերել պատվերները, ես լավ չէի, քնած եմ եղել, իրենք բացել են, բայց այս կախիչները շատ լավ որակի են, ես Վալբերիսից էլ եմ պատվիրել ու շատ գոհ ենք են, որ թափանցիկ խփում ես պատին գույնը չի փոխում, շատ լավ կախիչներ են ու շատ պետքական, 15 հատ էր կարծեմ մեջը, ունաս 14 հատ մի հատը վերցրեմ, հա, այստեղ դե իմ հոնքերի մատիտն է, միշտ այս մատիտից եմ պատվիրում, լավն է, ինչու, որովհետև շատ լավն է ինքը, շատ լավ է, սա երևի երորդ մատիտն է, երորդն է, որ ես օգտագործում եմ, ասեմ, որ ինքը շատ լավ մատիտ է, մենած մեջը ստուգենք, տեսեք, նայեք, մազիկների էֆեկտ, այսպես, մազիկներ եք նկարում ու ինքը ջրակայուն է, հոնքերին, որտեղ որ մազիկներ չկա, կարող եք նկարել, մամայի փրկությունն է, այո, սև գույնն եմ պատվիրել ու շատ լավ, այստեղ, մենք տոնածառի խաղալիքներ ենք պատվիրել, իհարկե էլի ենք պատվիրել խաղալիքներ, սրանք շատ լավն են, սառույցներ, 10 հատ է, քանի 2, 4, 6, 8, 10, 12 հատ, էլի ենք պատվիրել, շատ սիրուն են, ոնց որ սառույցներ լինեն, իրենց թելերով, արծաթագույն թելերով, սա այսպես, այստեղ ինչ եմ պատվիրել, կարևոր բան, կարևոր, հիմա կասեք ինչ չկա Տեմույում, են որ ամեն ինչ կա, ամեն մանրուք կա, բրինձ, ոսպ, ինչ որ լվանում ես, լվանում ու այսպես քամում ես, էլ ձեռքդ այսպես չդնես, քամես, շատ հարմար է, մի հատ կտաս, թեթև, հարմար, մեր երեք բացվեին, Լիլիթ, դու մտածել ես գլխարկա, այ Լիլիթ, անում այդ պատի անկյունակ է, որ ինչ որ բաներ տենց հարմար դնես, տեսնենք, սա էլ կփակցնեմ, Աշեն մի սվիտրը հագե գնացել է, չէ ոնց որ, չկա, և էլի սվիտր, բլուսկա, տղամարդու, այսքանը մեր Տեմուի պատվերները, արանքից հանենք, տանենք ու անցնեմ իմ խոհանոցային գործերով, չէ Լիլիթ, մինչև ապրանքները ես ցույց տվեցի, այստեղ եռաց, քռաց, էպվեց, բայց դե հո չի էպվել, այս որ լոբին ու սիսերը նախապես է ահագին եփելու պրոցեսը առաջ է տանում, իրար հետ դրանք մի քիչ ուշ են էպվում, իսկ մնացածն էլ երբ որ էպվի, իրար հետ արդեն համահունչ կլինեն, կեպվեն, այստեղ ես աղլեցնեմ, քիչ լցրեցի, մոռացել էի, որ լոբին և սիսերին աղ եմ լցրել նախապես, աղի չլինի,
Եվ ես հիմա սոխառածը պատրաստեմ։ Այստեղ ես վերցրել եմ 2 գթալ ալյուր և հիմա այդ ալյուրին խառնում եմ 1 գթալ էլ կարմիր աղացած պղպեղ։ Փոշին եմ, ալրեպ փոշին եմ պատրաստում, որ ավելացնեմ ավելուկով ջրալի ճաշի։ Ինչու եմ կարմիր պղպեղ այստեղ ավելացնում ալյուրի մեջ, որ լցնելուց ալյուրը տենց սպիտակ չլինի փոշի, կարմրավուն լինի, ավելի գեղեցիկ ստացվի։ Սոխառածին կլցնեմ ես 1 գթալ տոմատ, թող մի հատ եռավ, խառնվի ու կլցնեմ ավելուկի վրա։ Եվ այս սոխառածը ավելացնում եմ այստեղ։ Ես ինչ եմ մոռացել, սիրելի հետևորդներ, բայց արդեն ուշ է։ Ինչու է ուշ, որովհետև այս ճաշին մեկ այլ բանջարի տեսակ էլ պետք է ավելացնեի, ավելուկի հետ մեկտեղ պետք է թռչեի ու կտրատեի, ինչը սխտորուկը, գիտեք, մեր Վայոց ձորը հարուստ է բանջարների տեսականիով, քանի որ ուշացել եմ, խնդիր չէ, ճարը միշտ էլ կա, սխտոր կկտրատեմ, փոքր կտորներ, մի պուճուր սխտոր, մի քիչ կամացանը, մի փոքր սխտոր եմ, որ ավելի համը կբերի տեղը, սխտորուկին կփոխարինենք, եթե դուք էլ պատրաստում եք այս ճաշատեսակը սխտորուկ չունեք կամ ինձպես մոռացել եք, վերջում կարող եք սխտոր կտրատել, փոքր այսպես։ Վերջ, խնդիրը լուծվեց, ընկույզ էլ կարող եք լցնել, բայց տեսա, այսպես է լավ։ Այստեղ ես կիսատ թողեցի, ալյուրը և կարմիր աղացած պղպեղը խառնեցի իրար ու գոլ ջուր, տեսեք ինչ գույնը տվեց, ինչու գոլ ջրով կարելի ասել գոլից մի քիչ տաք էր, ավելի հեշտ է ալյուրը լուծվում ու գնդիկներ չի լինում, սառը ջրով գնդիկներ է լինում։ Սա էլ ալյուրի փոշին, փոշիածը, այդպես ասում ենք մենք Արտաշատում, փոշիած ենք սարքում։ Ոյ, մի հատ նայեք, ինչ հավեսին, քրթքրթալ են եռում, ահա և այս փոշիածը լցնում ենք ու խառնում, ինչու ենք խառնում, որ չգնդվի, տարածվի, այստեղ էլ ենք ասում տարածեք, տարածել, ահա։
Եվ պարտադիր փոշին տալուց հետո պետք է մի քիչ լավ եռա, որ այդ ալյուրի համը վերանա ու ավելի մերվի։ Ահա։ Մի քիչ աղի պակաս կա, աղ եմ ավելացնում։ Ոյ, ահա սիրելի հետևորդներ, եւ այս համեղությունը պատրաստ է։ Մի հատ նայեք ոնց է բլբլթում, քրթքրթում։ Տեղը տեղին նեփվեց եւ ժամանակն է, որ անջատեմ։ Ոյ, լույսը չէ, միացրի, ահա։ Անջատում եմ։ Ահա։ Նայեք է։ Մի քանի րոպե թող սառի, որ լավ լինի, համերը խառնվեն իրար։ Ընտիր, խաշին հավասար կերակուր։ Չոր լավաշով կարող ենք չոր լավաշ լցնել մեջը եւ փափուկ լավաշով էլ մեր լեզվով ասած, այտենց կտոր ուտել։ Եվ այստեղ կօգտագործենք հնդկական մատնաքաղը, հնդկական ստիլի, հնդիկներն են չէ մատով տենց ձեռքերով ուտում, փոքրիկ լավաշիկներով, նույն էլ այս ճաշը կարող ենք այդ տարբերակով ուտել, շատ համեղ է, դուք էլ պատրաստեք, եթե շատերիդ համար նորություն է, ապա փորձեք և կտեսնեք ինչքան համեղ է ստացվում։ Մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի ախորժակ։ Այցը կտրեմ, ահա կամաց, քիչ, ես սեղանը պատրաստ եմ, լավաշ ենք վերցրել, այս դե տանը էլի լավաշ ունենք, այնպես չի, որ չկար, ուղղակի, որ հայի բնավորությունա, չէ, որ քչություն չանի, հացը կթողենք, կհնանա, կչորանա, հացը շատ լինի, բայց քչություն չլինի, կարող է չորացնենք, բայց պետք է մենք ընդհանրապես հայ ժողովուրդը սովոր է շատ հաց օգտագործել սննդի մեջ, այն որ մեր բոլորս էլ հաճախ ասում ենք մեր երեխաներին հացով կերեք, որն էլ բերում է գիրության, շատ հաց ուտելը, օգտագործելը, իհարկե սրանք դիետիկ լավաշներ են, իբր թե սա էլ լավաշի մասին, ես էլ թթուն, այն երկու վեդրո թթուից, որ նկուղում է, այսինքն չեմ գնացել տեսել, բայց ինձ թվում է, որ արդեն թթված կլինեն, տան թթուն էլ վերջանմա կբերենք, ահա, պատճառ, որ չունի պատճառ, պետք է խմել, հա, ես ինչ ես ես քանի օրը դու գինի խմում, օղի չկա, դրա համար օղու հումքը կպատրաստես, ահա թողեցի մի քիչ ես ճաշը, ինչ եղավ սառեց, ոնց են ասում երեսս սերակալեց, բա վաղը ինչքան համով կլինի, շատ լցնեմ,
Ինձի շատ, ինձի քիչ։ Այսքան լավ է։ Մեծ ափսեի մեջ, որ լավաշով փրթեք ուտեք։ Հա, դե փրթեք ուտեք եմ ասում, Լիլիթը քնած է, մերին տանը չի, Աշոտն էլ գործի։